Պարոն Կարապետյանը ասացիք տանը ինչ տրամադրությամբ էինք այս բանը։ Տոն չեմ մտել, ես ասում եմ։ Թույլ չեն տալիս մտնել։ Չէ, այդպեսի խնդիր չկա։ Չեք մտնում։ Էս էլ կանցնի, չդիմավորեք հյուրերին։ Էս էլ կանցնի, որովհետև բան տխրելու համար չի։ Ինչը որ չի սպանում, դա ուժեղացնում է։ Իսկ ինչ է կարծում, ինչ գործողություններ կհետևեն խոզարկում։ Դա ես իրավաբան չեմ, ես ինչպես կարող եմ ասել։ Պարոն Կարապետյան, իսկ իրավիճակը ինչպես կգնահատեք, որ ընդամենը եկեղեցու աջակցություն, եկեղեցու հայտարարությունից Թույլ է չափավոր։ այս ամենը սկսվեց խոզարկությունը։ Թույլ է չափավոր։ Պարոն Կարապետյան, կապում եք արդյոք եկող տարվա խորհրդարանական ընտրությունների հետ, նախընտրական բանի։ Դուք նախ պատասխանը գիտեք, հետո էլ ինձ եք հարցալը։ Ինքը ձեր հարցեն արդեն մտքիդ մեջ պատասխանել եք, էլի։ Բայց դուք պատրաստվում եք քաղաքական հայտ ներկայացնել որևէ։ Ես քաղաքականությունից վաղուց դուրս եմ եկել, եթե նկատել եք։ Հետո կորոշեմ։ Քաղաքականությունից դուրս եք եկել, բայց ոնց որ քաղաքականությունը ձեզ հանգիստ չի թողնում։ Չեն թողում հանգիստ ապրում, էլի։ Գուցե ձեր կարիք ունեն։ Գուցե վերադառնաք։ Չէ, ավելի լուրջ մարդիկ կան, թողել ենք զբաղվել։ Ում։ Նոր ասեցի էլի, լրիվ համաձայն եմ։ Այն է Սամվելը ասել է։ Ուղղակի չեմ ուզում կրկնվել։ Էլ ինչ պետք է ասեի, որ հասկանալի լիներ։ Ճնշումները ձեզ վրա ոչ մի կերպ չեն կարող ազդել։ Դե ինչ ճնշում էլ ուզում ալն է, երբ որ հիմնական հենասյունն է վտանգի տակ դրած է, էլ ինչ ճնշում։ Գան սաղից տունը մտնեն նոր հասկանանք ինչ է կատարվում։ Գալու են։ Կհիշեք խոսքս գալու են։ Դե ես մեղավոր չեմ, այս հարցում հաստատ ես մեղավոր չեմ։ Ես էլ կանցնի, երեխեք նորմալ պրոցեսներ է, նորմալ թողնա։ Ամեն ինչն է տղամարդու համար է։ Ժամ չեն հստակեցրել, պարոն Կարապետյան։ Ինչ ժամ։ Չեն ասել։ Մեր երկրում երբ է ժամ պատարակ եղել, որ մի հատ ասում ես։ Եվ մեր ժամանակ չկար, եւ հիմա չկա, եւ վաղն էլ կամաց, այս կեղտած ջրերը պետք է մաքրվեն, որ կամաց երկիր դառնանք։ Ուրիշ տարբերակ չունենք։ Շնորհակալություն։ Հետո սոս բաներին հումորով նայեք, երեխեք։ Մի լարվեք, հանգիստ պրոցես է, հանգիստ անցնելու ենք ես ամեն ինչը, անկախ ելքից։ Ամեն ինչն է մարդու համար է։ Անպայման գան թորներից տունը մորթեն, որ նոր ես ելնեմ ոտի։ Այդքան բան։ Ինչ եք կարծում, իսկ արդյոք կարող են իշխանությունները գիշերով գործողություններ անել։ Էլան։ Ստեղեն։ Դե մի կողմ քաշվեք, ոնց որ մեքենաներ է գան։ Հյուրերին նորմալ պետք է մարդավարի դիմավորել։ Ես չգիտեմ։ Ես չգիտեմ ովքեր են, բայց ամեն ինչը շնորհքով պետք է ալնի։ Ոչ մի ավելորդ կաշկշուկ, ոչ մի բան մեր կողմից չի լինելու։ Իրանց կողմից կլինի մեղքը իրանց վիզը։